Դուք մեր պայքարը գիտեք, արդեն ինչքա ժամանակ է, որ պայքարում ենք, ինչի համար ենք պայքարում։ Նորից կրկնում եմ, հավաքված անձնավորությունները սրանք հաշմանդամ օդաչուներն են, զոհված օդաչուների ծնողներն են, որ ժամանակին զոհվել են, ստանում են փոխհատուցում։ Մինչև 2006 թիվը պահանջում ենք այս երկրում, որպեսզի օրենքները աշխատի։ Առանց բոլոր տեղը որտեղ գնում ենք, ասում են, հա, օրենք դուք ճիշտ եք, բայց գիտեք ինչ, փող չկա։ Փողը կա թալանի համար։ Այդքան որ դվարեսներ կառուցելու համար։ Այս հարգված մարդիկ, որ ժամանակին հարգված մարդիկ են, սրանց համար փող չկա։ Դիմում ենք նորից պարոն վարչապետին։ Այն գումարները, որ հավաքվել է, որ մեզի պարտ կա, քանի որ իրանք շատ քասիբ են, մենք մեր թոշակի 50% այդ գումարների մեր հարազատ բանակին ենք նվիրում, որպեսզի տանեն պատրոն առնեն։ Իսկ մնացածին մենք տերենք, եկել ենք ստե պահանջում ենք, որ մեր հասած գումարի 50%-ը տան մեր հարազատ այն տանջված սալդատներին 18 տարեկան քասիբ, իսկ իրանց տղաները հարուստ գուլատ են ելնում ու բաներ անում, այդ քասիբ ընտանիքներին ու մեր հարազատ բանակին, որ իրանց ունեցվածքը այնտեղ պաշտպանում են։ Դա իմ խնդրանքը։ Պիտ Հարությունյանը ինքը պարլամենտում խոսում էր, որ օդաչուների ներդրած լուման Հայաստանի եւ Ղարաբաղի հանրապետության համար շատ մեծ է։ Եթե շատ մեծ է, մենք ստացել ենք հաշմանդամության աստիճան։ Բարի ելեք ձեր ասածներին տեր կանգնեք, եթե մենք շատ մեծ լումա ունենք երկրի կայացման եւ կառուցման համար։ Մի քիչ մարդ պետք է ոնց որ ասում խիղճ ունենա հոգի, այդ մարդկանց աջակցի։ Ողորմություն չեմ ուզում, հասանելիք, օրենքով նշանակված։ Այո, տղա եմ կորցրել, միակ տղաս։ Էլ ինչ խոսեմ, շատ եմ խոսել։ Խոսելու բան չի մնացել, մարդ չեն, իրենք ինչ ուզում են անում են, Միկա Բաղդասարյանը ինչքան փոխեցին, երրորդ տուժերը զիջեցին, բա մեզ օրենքով նշանակված գումարները չտա, այս երկիր, ապրելու երկիր, ոնց ասեն, ինքնական չի գնացել, գործուղել են աշխատանքի, և այսօրվա օրը ես քանի տարի կանգնում եմ, 10 տարի կանգնում եմ, անելու բանա, ուր գնանք, ում բողոքենք,